Ողջույն գործար ալիքի սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, տաղավարում կրկին ես եմ Ծովինար Սարգսյանը եւ ինչպես յուրաքանչյուր շաբաթ, այս շաբաթ եւս անդրադարձ ենք կատարում հայոց աշխարհի գործարարներին փորձագետներին, տաղավարում հյուրընկալում ենք բավականին փորձառու անհատների, ովքեր կիսվում են իրենց գիտելիքով, փորձով եւ ոլորտի հիմնական առանձնահատկություններով։ Այսօրվա իմ հյուրին եմ շատ մեծ սիրով ուզում ներկայացնել Անի Հովհաննիսյանին, ողջույն Անի։ Բարև ձեզ, շատ ուրախ եմ։ Ես մեր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին ուզում եմ տեղեկացնել, որ Անին հանդիսանում է մարքեթինգի եւ հաղորդակցության խորհրդատու եւ տրեյներ, ժամանել է Ֆրանսիայից եւ շատ ուրախ եմ, որ առիթ ունենք հետաքրքիր հարցազրույց կազմակերպելու։ Թեման հիմնականում վերաբերվելու է մարքեթինգին, հաղորդակցությանը, բայց մինչեւ հիմնական ոլորտային թեմաներին անցնելը, Անի, մի փոքր կներկայացնեք ձեր կրթության մասին ու նաեւ ինչպես եք տեղափոխվել Ֆրանսիա, հետո նորից Հայաստան, որից հետո արդեն կանցնենք ոլորտային հարցերին։ Շնորհակալություն։ Նախ ասեմ շատ շնորհակալ եմ ձեր հրավերքի համար, ինձ շատ հաճելի է։ Ես, այո, ճիշտ ասեցիք, մարքեթինգը իմ համար իրոք շատ կարևոր է եւ երևի մի քիչ ավելի ուշ կխոսենք, թե ես հենց որ մարքեթինգի մասին եմ խոսում եւ հաղորդակցությունը ինձ համար բնականաբար դրանք շատ կապված բաներ են։ Ես արդեն համարյա 50 տարեկան եմ, ծնվել եմ Երևանում, ավարտել եմ այստեղ Երևանի պետական համալսարանը։ Այն ժամանակ նոր էր այդ ամենը եւ կոչվում էր ֆակուլտետը Միջազգային տնտեսական հարաբերություններ, շատ գեղեցիկ անուն էր։ ՄՏՀ, ինչպես մենք ենք ասում, ավելի կարճ։ Այո։ Ավարտեցի եւ ինձ Ֆրանսիա տարել է ոչ թե պարզապես Ֆրանսիա գնալու ցանկությունը, այլ պարզապես սերը։ Իմ երեխաների հայրիկը ֆրանսիացի է, ես իրեն հանդիպել եմ լրիվ ուրիշ վայրում, Սանկտ Պետերբուրգում եւ այսպես ասած սիրահարվել եմ եւ ահագին երկար դիմադրեցի։ Ընտանիքը հիմք է հանդիսացել, որպեսզի մեկնեք Ֆրանսիա։ Բաստեն ընտանիքն է հիմքը հանդիսացել, այո։ Եվ երբ գնացի, այնտեղի համակարգը հասկացա, որ շատ դժվար կլինի հայկական դիպլոմով միայն առաջ գնալը եւ ուզեցի, այսպես ասած, շատացնեմ մի քիչ շանսերս։ Ես որ գնացի, ես մի խոսք չէի խոսում ֆրանսերեն։ Իմ առաջին 2 տարին գնաց ֆրանսերեն սովորելու վրա։ 2 տարի եւ ընտրեցի լավ համալսարան, դա էլ եմ ընտրել Սորբոնը։ Այնտեղ շատ հրաշալի էր։ Դասախոսների որևէ մեկը ուղղորդել է Անի, թե պարզապես դուք ինքներդ ուսումնասիրել եք։ Ես ինքս, այո, ուսումնասիրեցի, համեմատեցի Կարալիաս ֆրանսեզը, ընտրեցի Սորբոնը։ Շատ ուրախ էի, որտեղ շատ քիչ ժամանակում իրոք սովորեցի։ Հետո ապրում էի ֆրանսիական ընտանիքում, ավելի հեշտ բացվեց լեզուն։ Եվ հետո արդեն ինձ այնտեղ հնարավորություն տվեցին ընդամենը 2 տարում, քանի որ ես այստեղ master's degree ունեի, 2 տարում եւս master's degree անել։ Եվ առաջին տարին դա էլի Սորբոնի համալսարանն էր, բայց քանի որ երկրորդ տարին ես արդեն մարքեթինգի մեջ էի ուզում մասնագիտանայի, Սորբոնը այլևս չուներ։ Եվ ես Փարիզ 5-ը ընդունվեցի, որը կոչվում է Paris 5 René Descartes։ Շատ լավ համալսարան է, եւ այդտեղ սովորեցի, ավարտեցի։ Անի, իսկ ինչու հենց մարքեթինգ։ Իհարկե նշեցիք, որ այստեղ միջազգային տնտեսական հարաբերություններն եք եւ հաղորդակցությունը, բանակցությունները մարքեթինգի կարևոր բաղկացուցիչ են, բայց ինչու հենց մարքեթինգ։ Այո, միջազգային տնտեսական հարաբերություններում շատ թեմաներ կար, որ ինձ հետաքրքրում էր։ Բայց թեմաներ կար, որ մի քիչ այսպես ես ինքս շատ արվեստագետներ շատ կան ընտանիքումս, ես շատ եմ ինքս սիրում, արվեստի մեջ ենք, շատ ձեռքի բաներ եմ անում, այսինքն այդ ոնց որ հիմա ասում են, չէ՞, կրեատիվնին ինձ համար կարևոր էր։ Ու ես դա գտա մարքեթինգի մեջ։ Հասկացա, որ մարքեթինգը երբ որ ինքը շատ հասարակ բան է, գիտեք, ինքը գիտություն է, բայց ինքը հասարակ բան է։ Այն որ ասում են մի քիչ ունենաս այսպես բարիություն, մի քիչ ունենաս հայերենում ասում են քթիծակ, չէ՞, շատ կարևոր բան է դա, որ դու զգաս, կլիենտին հասկանաս եւ իրեն չվաճառես այն ինչ իրեն պետք չէ։ Ես շատ դեմ եմ այդ մանիպուլյացիոն մարքեթինգին եւ դրա համար որպեսզի կարողանամ իրոք մարքեթինգի մասնագիտությունը սարքեմ գնացի այնտեղ եւ նենց հետարքի ես դեռ փոքր ժամանակվանից մարքեթինգի իմ գլխի մեջ էր հայրիկս հաշվապահ է եւ իրեն ինձ տանում էր իր բոլոր ձեռնարկությունները, ինքը անհատ էր եւ հաշվապահ էր եւ ինձ տանում էր բոլոր իր ձեռնարկությունները, վերջում ասում էր քեզ արդեն ամաչում եմ տանեմ, գիտես, ուր տանում էր, գնում էի, նստում էի, մեկ էլ գնում էի, ասում էի, վայ, այստեղ դուք հաճախորդ եք ընդունում, այստեղ հավաքված չես, ո՞նց եք դուք սենց թողել։
ձեր զրահը, հետո գնում էին մեզ ասում էին, բայց այստեղ էսպես է, չէ՞ որ դուք կլիենտ եք ընդունում, դուք պետք է սենց անեք։ Ու ես այդ ժամանակ 13-14 տարեկան էի։ Հայրիկս ասում էր, ես քեզ արդեն չէի տանում, որտեղ բոլորին գժվացնում էիր քո ընդեղի, արդեն այն ժամանակ մարքեթինգը գլխիդ մեջ էր։ Շատ լավ, Անի, նշեցիք, որ հիմնական, հա, այսպես մարքեթինգի մասով մասնագիտությունը ու գիտելիքը ստացել եք հենց Ֆրանսիայում։ Ուզում մի փոքր այնտեղի կրթությունից խոսեք ու նաև նշեցիք, որ դուք մարքեթինգի, քանի որ ինչպես գործարարության մեջ տարբեր ուղղություններ կան, մարքեթինգում էլ, հա, 15-ից ավել ուղղություններ կան եւ բոլորովին պարտադիր չի, որ դու իդեալական տիրապետ ես եւ գովազդին, եւ PR-ի, եւ մարքեթինգային ստրատեգիաներին, հաղորդակցությանը եւ այլն։ Ոնց եք նաև այդ ուղղությունները ընտրել։ Ոնց եք հասկացել, որ դա է ձեր ուղղությունը։ Հա, գիտեք, այսօր այն ժամանակ, որ դեռ ես էի ուսում առնում, դեռևս ահագին լայն էր an absor ռուսերեն բառ կա, չէ։ Ես համարում եմ հակառակը։ Ճիշտ է, լավ է լինել մասնագիտացած, բայց եթե մենք ուզում ենք լավ մարքետոլոգ լինենք, չէ, մենք պետք է մեր այս շրջանակը լայնացնենք։ Ես շատ ստրատեգ եմ, իրոք, ես ստրատեգիայի կողմնակից եմ, բայց հավատում եմ, որ եւ պետք է հաղորդակցությունից լավ լինել, եւ տարբեր ոճի մարքեթինգներից, եւ իհարկե նաեւ sales management-ից։ Հիմա մի բան ասեմ, ուսումը, այո, դուք նայած, այնտեղ կարող եք ընտրեք, կարող եք շատ նեղ սովորել, այսօր դուք կարող եք ուղղակի սովորել AI marketing, միայն այդ շատ նեղ ուղղությունը։ Կարող եք սովորել միայն inbound marketing, հիմա բացվել են այնտեղ ֆակուլտետներ, շատ նեղ։ Բայց ես համարում եմ, որ եթե մենք ուզում ենք լավ մարքետոլոգ լինենք, մենք պետք է լայնացնենք մեր գիտելիքները, որովհետև օրինակ հիմա ես վերցնեմ այնտեղ ձեռնարկություններում Ֆրանսիայում մի փոքր սխալ եմ նկատում։ Ես երբ որ գնում եմ եւ իրենց պետք է աուդիտ անեմ, հետո որոշ խորհրդակցություններ անեմ, ես գալիս եմ եւ տեսնում եմ, որ ձեռնարկության մեջ ունեն առանձին բաժիններ՝ մարքեթինգի բաժին, հաղորդակցության բաժին, sales management բաժին։ Այդ բաժինները համարյա իրար հետ չեն աշխատում։ Իրենք շատ առանձին են եւ ամեն մեկը նույնիսկ մեկ-մեկ էլ այսպես իրար ֆորում են։ Չէ, ես գնում եմ ասում եմ, չէ, մրցակցություն կա եւ ոչ առողջ։ Դուք ոնց որ պետք է այդ երեքով իրար հետ լինեք։ Դուք պետք է համախմբված լինեք, իրար փոխանցեք, իրար հետ անցած սուրճ խմեք, որ օքեյ, կլիենտը sales manager-ին ինչ է ասել։ Փոխանցես մարքետոլոգին։ Մարքետոլոգը իր գործողությունը անում է անպայման հաղորդակցությանը։ Բայց հա, դա շատ տարօրինակ է։ Այս երեքը պետք է իրար հետ լինեն եւ ես շատ եմ այնտեղ պայքարում եմ, գնում եմ, ցանկանում եմ փորձել, ձեռնարկատերերին ասում եմ, որ այս երեք միացրեք, նույնիսկ անունները փոխեք, որ մարդիկ անգիտակցորեն ասեն, մենք մի սերվիս ենք, մի օֆիս ենք, ոչ թե առանձին ենք, ընտանիքի պես ենք աշխատում։ Երկրորդ բանը, որ ինձ անհանգստացնում է եւ ես մինչեւ հիմա պայքարում եմ, ամեն օր LinkedIn-ում աշխատում եմ, չնայած հետ ժամանակ չունեմ LinkedIn մտնելու, բայց մարքեթինգը այսօրով ցավոք ունի sense մի քիչ մանիպուլյացիոն ուղղություններ, այսինքն շատ լսում ենք, դա ընդհանրապես մարքեթինգ է, կամ ասում են, հա դա միայն ռեկլամա է, չէ, մարքեթինգը միայն ռեկլամա չէ, ոչ, ինքը շատ մեծ արվեստ է եւ գիտություն է, կամ ասում են վայ, իրենց ապրանքը նենց վատն է, բայց մարքեթինգը շատ լավն է։ Այ, սենց բաները ինձ շատ են ջայնացնում։ Բայց ինչն է մարքեթինգ անում, ապրանքը եւ ծառայությունը, չէ՞, ոնց կարող է ապրանքը ծառայությունը վատ լինել։ Այսինքն դա ընդհանրապես մարքեթինգ է։ Այո, շատ հեշտ կարող ենք անենք մարքեթինգ, բայց ես համարում եմ, որ պետք չի վախացնել մարդկանց, որ վաճառել, պետք չի մանիպուլյացիա անել, որ վաճառել։ Ես շատ եմ ձեռնարկություններ լքել, աշխատել եմ ավելի քան 10 ձեռնարկություններում եւ մի փոքր նաեւ այդ փորձառության մասին կուզենանք անպայման լսել։ Այո, աշխատել եմ տարբեր ձեռնարկություններում եւ այն ժամանակ իմ տարիքում ոնց որ ասում են, այն ժամանակ դա այդքան լավ չէր նայվում։ Ասում էին, դուք հավատարիմ չեք ձեռնարկությանը, շուտ եք փոխում եւ այլն։ Այո, նախ ուզում էի տարբեր մշակույթներ։ Ամեն ձեռնարկություն իր մշակույթը ունի, իր մոտեցում ունի, ուզում էի տարբեր մշակույթներ սովորել։ Հետո հիմա, քանի որ ես խորհրդատու եմ, հասկանում եմ, որ դա ինձ շատ օգնում է, որովհետեւ տարբեր բաներ եմ տեսել, տարբեր մթնոլորտներ։ Եվ անժանակ, այո, եղել է, որ լքել եմ, որովհետեւ ասենք ինձ ասում էին, որ այն մարքեթինգ, որ առաջարկում էին, որ ես անեմ, դա մանիպուլյացիոն
կամ նույնիսկ քաֆեբայություն։ Օրինակ, մի ձեռնարկություն կար, իրենք ահավոր ուզում էին, որ Made in France անպայման այդ գրեին իրենց մոտ եւ արտադրեին Made in France։ Այսօրով շատ դժվար է Made in France անել, որովհետեւ Ֆրանսիան ամեն ինչ չի որ արտադրում է, այսինքն մեր այդ արտադրածի մի մասնիկը կարող է եւ ուրիշ երկրում արտադրված լինել։ Իսկ ազնիվ մարքեթինգը նրա մասին է, որ դու պարտադիր նշում ես, թե որ դետալը, որ բաղադրիչը, որ երկրում է արտադրված, այո։ Եվ իրենք ինձ խնդրեցին որպես հաղորդակցության բաժնի ղեկավար, որպեսզի ես գնամ եւ ինչ որ մի լքված գործարանում իրենք մի մասը լցնեին եւ ես դա նկարեի եւ այսպես տարբեր ռեպորտաժներ անեի, հրավիրեի, տարբեր ինչ որ communication-ներ անեի։ Ես որ հասկացա ուր եմ եկել, ես հասկացա, որ ես չեմ եկել իսկական գործարան, ես եկել եմ սարքված գործարան։ Ես թողեցի, վեր կացա, 2 օրից էլ գործից դուրս եկա։ Շատ լավ, իսկ անի մեկ էսպիսի բան, քանի որ ինչպես նաև մեր զրույցից բարձ դարձավ, նաև մեր ռադիոլսողների եւ ռադիոդիտողների համար, մարքեթինգի մասով ձեր հիմնական փորձառությունը հենց Հայաստանից դուրս է, ու կնշեք մի քանի կարևոր այսպես առավելություններ կամ ինչու ոչ աշխատանքային սկզբունքներ, որ ձեզ շատ դուր է գալիս, հենց կարող է նաև մասնագիտական ոլորտում լինել, մարքեթինգի ոլորտում, որ դուք կուզենայիք ինչու ոչ նաև այսպես ներմուծել Հայաստան։ Իհարկե Հայաստանում էլ վստահ կարող եմ ասել, որ մենք շատ հրաշալի մարքեթինգի մասնագետներ ունենք, ոլորտը շատ փոխվել է, բավականին այսպես առաջընթաց ունենք, բայց դե վստահաբար մարքեթինգը նաև այն մասնագիտություններից է, որ դու ամեն օր պետք է նոր բան սովորես, ամեն օր պետք է նոր հմտություն վերցնես, ինչ կավելացնեիք, որ դուք տեսել եք ձեր փորձառության ժամանակ եւ իսկապես ողջունելի է շատ։ Այո, ես լսել եմ այստեղ շատ մասնագետների, շատ հպարտանում եմ, որ իմ հայկական գոլեգաները ինպես էլ սովորում են, անդադ չեն կանգնում նույն տեղում։ Ես անընդհատ սովորում եմ, անդադ իմ համար առիթ է, որ սովորել։ Մեկ նոր թեմաներ եմ խնդրում, որ ինձ տան, որովհետև թեման պատրաստելուց ինքս շատ սովորում եմ, կուրսեր եմ անում, լսում եմ։ Այո, այսօրով անընդհատ պետք է սովորել նոր գիտելիք։ Ասեմ մոտեցումները ինչումն են։ Այնպիսի դարում ենք ապրում, որ ամեն ինչը շատ դառնում է գերարագ, գերագրեսիվ, եւ մարքեթինգն էլ է դրա մեջ։ Այսինքն, այն որ եթե ցանկանում են մարքեթինգ անեն միայն big data-ով, միայն ասենք մեզ հետևելով, հասկանալով թե ինչ ենք անում, հետո մեզ առաջարկելով հենց ուզում, ինչ ենք մտածում, advertisement-ը, չէ, սա իմ համար ագրեսիվ է, մտնում է մեր անձնականի մեջ, մեր առօրյայի մեջ։ Մենք անդադ հետևված ենք, չէ՞, մեզ գում։ Ես շատ եմ ուզում եւ այնտեղ եւ ասեմ երկու երկրներում էլ նույնն է, որտեվ հակառակը կարող եմ ասեմ շատ հարցերում, քանի որ մենք փոքր երկիր ենք, փոքր ազգ ենք եւ ուզում ենք զարգանանք, մենք շատ արագ ենք զարգանում։ Շատ բաներ, օրինակ inbound marketing-ը ինքը գոյություն ունի արդեն շատ վաղուց, Ֆրանսիայում սկսեց խոսվել արդեն մոտ մի 10 տարի առաջ, իսկ ստեղ շատ ավելի առաջ էին, արդեն 10 տարի առաջ։ Նույնիսկ բուհերում էին դասավանդում։ Այստեղ արդեն inbound marketing-ը դասավանդում էին, իսկ ես էլ այնտեղ արդեն 20 տարի առաջ գոռում էի, ասում էի, դա շատ կարևոր բան է։ Սեթ Գոդինը ավելի շուտ եկավ Ռուսաստան եւ Հայաստանի գոլեգաների հետ ավելի շուտ շփվեցին, քան թե ասենք Ֆրանսիա, ինչ հետաքրքիր է, չէ՞։ Եվ այստեղ էլ շատ արագ է զարգանում եւ կոնտինգենտը լավն է։ Եվ քանի որ համարյա նույն ռիթմերով են, երկու վայրերում էլ նույն խնդիրն է։ Մարքեթինգը ագրեսիվ, պետք է վերացնել, դա այլևս չի գործում։ Այսօր գործում է, եթե ես համատեմ բժշկության հետ, չէ՞։ Այսօր ինչ է կան բժիշկներ։ Ես էլ եմ շատ մարքեթինգը բժշկությունը համեմատում իրար հետ։ Այո, հիմա կան բժիշկներ, որոնք ինչ են անում։ Քեզ չեն լսում, գալիս եք, դեղ են գրում, գնում եք, չէ՞։ Բայց կան բժիշկներ, գալիս եք, դուք իրանք ձեզ լսում են, իրենք ոչ միայն ասենք անտիբիոտիկ են տալիս, բայց նաև ասենք տալիս ինչ որ բուսական, բնական ձևեր։ Ինչքան առաջ ենք գնում, այնքան հետ պետք է հետ հին ձևերով պետք է անենք։ AI-ը շատ լավ է, ամբողջը շատ լավ է, բայց նույնիսկ չէ որ ասում են, օրինակ հիմա Ֆրանսիայում որ մարդիկ հիվանդանում են շատ անառողջ ուտելով, բոլոր բժիշկները, լավ բժիշկները, բոլոր ճիշտ դիետոլոգները ասում են հետ գնացեք, տանը ճաշ արեք, ինքներդ պատրաստեք, ամեն ինչը բնական ընտրեք, գյուղի ապրանք արեք, ոչ թե սալաթը, որ արդեն 3 օր է սուպերմարկետում է եւ նրա մեջ արդեն ուժ չկա, չէ։ Նույնն էլ մարքեթինգն է։
ինչքան բնական, ինչքան մենք պարզապես մեր հաճախորդին ճիշտ լսենք, իրեն ճիշտ հարցեր տանք, ոչ թե այնպիսի հարցեր, որ իրան ինչ ծախենք, որ իրեն պետք չի։ 55 տարեկան է, 60 տարեկան է, բայց այսպիսի ապահովագրական բաներ անենք, որոնք 30 տարի հետո նոր սկսում են օգտակար լինել։ Չէ, ու կա այնտեղ տենց բաներ, գիտեք, շատ հետաքրքիր է։ Եվ լսենք հաճախորդին, ճիշտ ձևով իրեն հասկանանք, իրեն իսկական կարիքները Եվ տեսնենք, մենք կարող ենք, մենք ադապտացվենք, մենք ադապտացնենք մեր ապրանքը, մեր ծառայությունը իրեն եւ այդ ժամանակ աշխատենք իրար հետ։ Պարզապես ոչ թե իրեն այսպես լցնենք ռեկլամայով, ինքը սենց անի, ոչ մի բան չուզենա, այլ շատ ճիշտ ժամանակին, ճիշտ ձևով իրեն մատակարարենք այն ինչ իրեն իսկապես պետք է եւ ոչ թե ագրեսիվ ձևով միայն advertisement անենք, միայն ռեկլամա անենք, գովազդ եւ ասենք մենք այստեղ ենք, մենք միշտ այստեղ ենք։ Չէ, ինքը գիտի եւ ինքը շատ լավ արդեն սկսում է հասկանալ։ Եվ իհարկե այնպիսի բաներ ոնց որ brand content-ն է եւ content marketing-ն է, որ հենց դա է, որ մենք իմանանք իրենց արժեքները, իմանանք իրենց փիլիսոփայությունը, հասկանանք իրենց ինչ է հետաքրքրում եւ այդ ժամանակ մատուցենք եւ նույնիսկ սկսենք իրենց սովորացնել, որտեւ երբ որ մենք սկսում ենք իրենց սովորացնել, իրենք ասում են. «Օ, եթե դուք դա գիտեք, ուրեմն դուք ինքներդ եք դա այդպես անում»։ Եվ դա շատ հետաքրքիր է։ Ես կարող եմ շատ լավ օրինակ բերեմ այդտեղ։ Հաճախորդ ունեմ, որը ձիարշավարան է, ինքը ձիերի խենթ է եւ իրենց հաղորդակցությունը շատ նմանվում էր մյուս ձիարշավարանների հաղորդակցությանը։ Մենք այսօր դուս եկանք, էս արեցինք, հետո գնացինք, էս արեցինք, եւ մի պահ իրենց մոտ ես ասացի իրենց տանեմ դեպի content marketing-ը։ Իրենք շատ լավ արժեքներ ունեին, շատ հետաքրքիր, բայց չէին խոսում այդ մասին։ Օրինակ, մի պահ ցավոք սրտի Ֆրանսիայում այսպես շատ վատ իրենց պահող երիտասարդներ կային, որոնք մտնում էին ձիարշավարաններ կամ ֆերմաներ եւ վնաս էին հասցնում բրիտվայով այդ խեղճ ձիերին կտրտում էին։ Իսկ դա ինչով էր պայմանավորված։ Այդպես ինչ որ հոգեկան հիվանդներ կային, շատ տարօրինակ։ Եվ ահա որ վախեցած էին բոլոր ձիարշավարանների ծերերը։ Եվ մի մասը շատ բաներ արեց, կամերաներ դրեց, մի մասը շատ եւ այդ ձիարշավարաններ իրենք սկսեցին շատ ավելի մարդիկ վերցեցին, որ ուշադիր լինեն եւ նաեւ բացի դրանից իրենք սկսեցին այդ տիպի հիվանդ մարդկանց համար իրենք սկսեցին շատ լուրջ քայլեր անել, որ այդ տիպի երեխաներին սովորացնեն, որ այդպիսի բաներ չանեն։ Այսինքն իրենք սկսեցին կրթական բաղադրիչ կրթական բաներ անել, այսինքն իրենք շատ հեռու էին գնացել։ Եվ ես ասացի, որ եկեք սկսենք այն ինչ դուք անում եք այդ գործով։ Իրանք համարում էին, որ դա չի մտնում, դա պետք է ուրիշներին ասել։ Ես ասացի ոչ, հակառակը պայքարում եք, դուք այդ ամբողջը հասկանում եք եւ սկսեցինք արտիկլներ անել, սկսեցինք այսպեսի հաղորդումներ անել, որ թե այդ ամբողջը իրենք անում են, իրենք ներդնում են գումար, ժամանակ, այդ ամբողջը անում են եւ content marketing-ը հենց դա է, որ սկսեցին իրենց հաճախորդները հասկանալ, ասել, օ, դուք ձեր կենթանին տենց փայփայում եք, դուք ձեր կենթանին ամեն ինչ չեք տալիս ուտելու, իրենց պաշտպանում եք եւ այլն, եւ այդ ամբողջը հաճախորդներին շատ դուր եկավ եւ իրենց հաճախորդները շատացան եւ հենց այն հաճախորդները եկան, որոնք գնահատեցին իրենց քայլերը։ Շատ լավ, Անի, տեսեք, վստահաբար մարքեթինգը այն մասնագիտություններից է, որը վարքյան առ վարքյան է փոխվում։ Դուք էլ ձեր խոսքի մեջ նշեցիք դատաների մասին, որ այլևս մեր մասին ամենը հավաքագրված է, որն ավելի հեշտ է ինչ-որ ապրանքներ, ծառայություններ վաճառելու, բայց նաև մեկ էսպիսի բան, սովորաբար յուրաքանչյուր երկրի ապրանքի ծառայության վրա կարևոր այսպես կնիք ունի նաև երկրի իմիջը, չէ՞։ Ֆրանսիայի դեպքում, երբ որ նշվում է արտադրված է Ֆրանսիայում, դա արդեն ինչ որ բանի մասին խոսում է։ Մի փոքր նաև որպես փորձագետ ձեր դիտանկյունից կներկայացնեք ո՞նց է Ֆրանսիան հասել այդ երկրի բրենդինգի այդ մակարդակին, որ անկախ նրանից ինչ է արտադրված, ինքը որակով է, որակով չի, ավելին եթե գրված է արտադրված է Ֆրանսիայում, դու չես էլ մտածում, որ ինքը կարող է անորակ լինել, բայց կարող է եւ պատահել։ Այո, իհարկե։ Դա ունեք ուսումնասիրած кейսեր կամ ուսումնառությունից ինչ կներկայացնեք։ Այո, ես շատ գնահատում եմ հիմա սենց փոքրիկ ձեռնարկություններ, որոնք ունեն արժեքներ։ Եվ այո, այսօր հաճախորդը թելադրում է իրենց արժեքները, իրենց մտքերը։ Այսօր շատ հետաքրքիր է, երիտասարդները ուզում են գնեն responsive, հայերեն բառը չի գալիս, կներեք, եւ իրենք ուզում են
որպեսզի եթե ինչ որ մեկին գումար են տալիս, ուզում են որ դրա մեջ լինեն իրենք, այսպես ասած, մաքուր, որպեսզի մենք արժեհամակարգ կրող լինեն, որ գումար չտանք մեկին, որը ինչ որ pollution է անում կամ որը այնպես տեղից է առնում, որը գիտենք, որ օրինակ այդ խեղճ դա մի պահ կոֆեի հետ էր կապված, որ սուրճի հետ, որ սուրճի արտադրողները, փոքր արտադրողներ էին տարբեր երկրներում եւ իրենց շատ խեղդում էին այդ վերավաճառողներ, այսինքն իրենցից շատ էժան էին առնում եւ հետո թանկ նույն գներով ծախում էին եվրոպական սպառողներին։ Եվ այդ ժամանակ տեսեք ինչպես եղավ հաճախորդները սկսեցին դրա դեմ ահագին բունտեր անել եւ միանգամից 2-3 հատ լեյբլ բացվեց, ինչպես Max Havelaar-ը եւ այլն։ Իրենք սկսեցին աշխատել այնպես, որպեսզի հենց արտադրողներին, սուրճը աճացնողներին եւ այլն նորմալ գումար վճարվեն, նույնիսկ անում էին աշխատանքներ, իրենց ֆերմաներում, ինչ որ բաներ էին կառուցում եւ այլն, եւ սուրճ գնողները իրենց գումարը տալով Max Havelaar-ին հավատում գիտեին, որ այո, այդ գումարը գնում է, որպեսզի արտադրողները լավ լինեն, իրենց չսխմեն, այսպես ասած, կիտրոնի պես եւ այլն։ Նույնը այսօր Made in France-ը հաճախորդը դրթեց, որովհետեւ հասկացան, որ դա ինչ է, ինչ որ փոքր բան է, կարանք մենք էլ արտադրենք, եկեք մենք արտադրենք եւ ոչ թե ասենք գնենք Չինաստանից եւ այլն եւ եւս վերարտադրենք ինչ որ բան։ Եվ հիմա շատ կան այսպես փոքրիկ ձեռնարկություններ, իրեն շատ դժվար է ասեմ, որովհետեւ թանկ է Ֆրանսիայում արտադրելը, շատ թանկ է, բայց իրենք ինչով է պայմանավորված մասնագետներով աշխատուժը շատ ավելի թանկ է։ Այսօր որպեսզի ասենք այդ նույն բանվորը աշխատի գործարանում իրեն պետք է տան ասենք թե ինքը ստանում է ընդամենը ասենք 1200, բայց որպեսզի ձեռնարկատերը իրեն տա մաքուր 1200 բռնվեք, ինքը վճարում է մոտավորապես 2800, այսինքն որպես որպես ձեռնարկություն հարկերը որպես այո գործատու շատ են։ Իսկ ձեռնարկությունները ասում են ինչի ստեղ տանք այդ 2800-ը, եթե ասենք կարող ենք ընդեղ տանք ուրիշ երկրում, ասենք թե էլի մի քանի անգամ ավելի քիչ, 3 անգամ, իրոք 3 անգամ ավելի քիչ եւ արտադրեն ուրիշ տեղ։ Բայց հիմա շատ են շատացել այն ձեռնարկությունները, որոնք նախընտրում են տան Ֆրանսիայում, չունենան ռիսկեր նախ եւ ունենան որակ եւ կարողանան նաեւ ապահովեն աշխատուժը։ Եվ այսպես փոքրիկ ձեռնարկություններ կան, որոնց շատ դժվար է, բայց իրենք անում են, պայքարում են եւ ասեմ հոյակապ ապրանքներ են անում։ Օրինակ ունեմ հաճախորդ, որը ինքն է արտադրում շատ լավ որակի լույսեր, պրոֆեսիոնալ լույսեր, որոնք առնում են շատ հարուստ, օրինակ, երբ որ Ferrari-ին ցույց են տալիս, ասենք իրենց այդ շոուերում եւ այլն, այդ բոլոր լույսերը իրենք են արտադրում եւ լրիվ ֆրանսիական են։ Ես հպարտանում եմ եւ այստեղ էլ կան հայկական մաքուր արտադրող, այսինքն այստեղ եւ այնտեղ, այսինքն դա արդեն կապված է արժեքներից։ Էական չի, Ֆրանսիայում լինի, Հայաստանում, թե ուրիշ երկրներում, կարևորը որ մենք այդ արժեքը ունենանք, որ անենք ինքներս, անենք որակով եւ հաճախորդին հաճելի լինի եւ հաճախորդն էլ ասի, գումարս տալիս եմ եւ այդ գումարը գնում է ինչ որ բանի ներդրում եմ ունենում։ Այստեղի մարդիկ կունեն աշխատանք, կլինի Made in France կամ եթե գալիս է հեռու տեղից, ապա գոնե լինի responsible, որպեսզի իմանանք, որ ինչ որ մեկին չեն խեղդում, ինչ որ մեկին չեն տանջում եւ արդար ձևով լինի արտադրված։ Անի մեկ այսպիսի հարց ինձ մոտ առաջացավ, վստահաբար բոլորս նշում ենք, որ Եվրոպայում հիմա իսկապես աշխատուժի խնդիր կա եւ նույնիսկ այսպիսի խոսույթ կա, որ Եվրոպայում արդեն ավելի քիչ եվրոպացի է մնացել, Ֆրանսիայում ֆրանսիացի, Իսպանիայում իսպանացի, Իտալիայում իտալացի։ Ձեր ոլորտը հիմա արդեն մարքեթինգի ոլորտում մի փոքր նաեւ այնտեղի աշխատաշուկայի հետ համեմատություն կտանեք, ովքեր են հիմնականում այս ուղղության մեջ մասնագիտանում կամ ծառայություններ մատուցում, ավելի շատ հենց ֆրանսիացիները, թե նաև այլ երկրներից եկած աշխատուժը։ Այո, ցավոք սրտի տենդենսները այդպիսին են, բայց ասեմ, որ իրական ստատիստիկաները, ես հետևել եմ այդ ստատիստիկաներին, իրականում օտարների քանակը
Եվրոպայում 25%-ից ավել չի անցնում։ Այսինքն, այո, դա տենց Աղմուկն է շատ։ աղմուկն է։ Եվ ասեմ դա ինչից է գալիս։ Իրենք մեծ մասամբ իհարկե մեծ քաղաքներում են։ Այսինքն մեծ քաղաքներում աշխատանքը ավելի շատ է, որտեղ գործարաններն են շատ, օֆիսներն են շատ եւ դե բարձ է որ այնտեղ են, որտեղ կա աշխատուժ։ Ֆրանսիացիները, իսպանացիները, գերմանացիները իրենք ապրում են ավելի շատ արվարձաններում կամ ավելի լավ գյուղերում, որտեղ հանգիստ է, մեծ սեփական տներում եւ այլն։ Եվ բարձր որ մենք չենք տեսնում, որտեղ այդքան խիտ չի, բայց ֆրանսիացիք, ասենք, ապրում են ավելի այսպես լայն։ Ֆրանսիան շատ մեծ երկիր է։ Եվ բարձր որ այդ մեգապոլիսներում շատ են եւ կտեսնեք եւ ֆրանսիացի եւ այլ ազգեր։ Ցավոք, այո, ես շատ եմ զրուցում գործատուների հետ եւ բոլորի մոտ նույն խնդիրն է։ Այսօր դժվար է հայթայթել լավ աշխատուժ։ Չգիտեմ ինչի տենդենսները այդպիսին են։ Երիտասարդները այլևս չեն ուզում աշխատել։ Չգիտես ինչի։ Ինչ են Իրենք անում։ ուզում են բիզնես Հայաստանում անել, ավելի շատ այո։ գալիս են դեպի ռիլեր, բլոգինգ, վլոգինգ, եթե մեր ոլորտով Այո, նայենք։ Իսկ այնտեղ իրենք հիմա այսպեսի նոր մասնագիտություններով եւ իրենք տարված են, իրենց սուտ ինֆորմացիաներ են տալիս, այսինքն որ լինես բլոգեր միանգամից հարստանում ես, որտեղ իրենց խափում են, չէ՞, ցույց են տալիս ինչ որ այսպես ես բլոգեր եմ արդեն 3 ամիս եւ արդեն ոսկե ինչ որ sense Ferrari-ներով, բայց չէ, էլի, չէ։ Դրանք ամբողջ սուտ են, դրանք պարզապես թակարդներ են, որպես դուք իրենցից ինչ որ բան առնեք։ Եվ երիտասարդները կարծում են, թե օ, ես հեսա կդառնամ բլոգեր, կդառնամ հայտնի, կդառնամ եւ այլն։ Եվ ցավոք, այո, այդպիսի տենդենսներ կան եւ այլևս չեն ուզում աշխատեն։ Ուզում են իրենց ինչ որ բիզնեսը ունենան։ Մի մասը շատ լավ կարողանում է։ Իրոք, ունեմ ուսանողներ, որ դեռ չավարտած արդեն իսկ ավելի շատ երկու ինչ բան են ուղղությամբ բացանում։ անի, ավելի շատ օրինակ նորաձևություն, արտադրություն, ծառայություններ, ինչ վիճակագրություն Ամեն ունեք։ տիպի, ասեմ, որ շատ հնարավորությունները լայն են։ Մեկ-մեկ հա ուսանողներից գալիս են, ասում են, վայ, ուզում եմ իմ անհաձեռներից բացեմ եւ ես ուզում եմ լինեմ communication consultant։ Ահա, ինքը 18 տարեկան է։ Ես ասում եմ, օքեյ, դու շատ լավ ուսանող ես, մի օր կարող ես լինես։ Արի հիմա մի քիչ փորձ ձեռք բեր։ Կամ գոնե community manager ասա, որ դու իրենց համար ես, որտեղ դու այդ ամբողջը շատ լավ գիտես, social media-ը կարող ես անես։ Բայց մեկը, իրենք social media-ը շատ լավ գիտեն իրենց առօրյան, բայց հենց ստրատեգիա է պետք։ Բացականներ են արդեն, ասեմ, Այո, այդտեղ սովորի խորքային գիտելիք է պետք։ ստրատեգիաները սովորի։ Մենակ էս չի որ, ես, օքեյ, կարող եմ օրը 100 հատ social media անեմ, 100 հատ վիդեո դնեմ, բայց ուր է ստրատեգիան, ու մենք դա Բայց ուղղում այնուամենայնիվ եւ այլն։ անի յուրաքանչյուր այդ սոցիալ մեդիայի նյութի հիմքում ընկած է ստրատեգիան, այսինքն դա պետք է բխի ստրատեգիայից։ Ինչ ենք ուզում, ուր ենք ուզում հասնել, Այո։ որովհետև նույն սոցիալական մեդիայի բովանդակությունն էլ ինքը ինքնանպատակ Ամբողջ չի ասածս եւ դա է, ինչ որ այո։ օթից չի Եվ գալիս։ իրենք չունեն ստրատեգիա, իրենք ուզում են միանգամից, ասեն communication consultant լինել։ Ասեմ, գիտես, ես արդեն 20 տարի աշխատում եի, հետո նոր թույլ տվեցի ինձ ասել consultant, դա արդեն մեծ բառ է։ Ես սկզբից եղել եմ պարզապես իրենց համար այդ գործը արել եմ, նույնիսկ անհաձեռներից, հետո նոր անցել եմ այն մակարդակին, որ միայն consultant անեմ եւ նույնիսկ չանեմ գործը, խնդրեմ, որ իրենք ինչ-որ մեկին վերցնեն եւ դա ես իրենց մի քիչ սորացնեմ եւ գործը անեն։ Դրա համար Որ հետո հասկանում են, շատ երիտասարդներ հասկանում են, որ հա, չէ, մտնենք միտեղ աշխատենք, ոչինչ, շեֆ կունենանք, այդ չեն ուզում շեֆ ունենան, բայց ես ասեմ, չէ, մարդկային հարաբերությունները բոլորը Դա չեն եւս վատը, հաղորդակցության շատ բաղադրիչ է։ կարևոր է, դա հաղորդակցության բաղադրիչ է, պետք է, այո, իրենք մի քիչ երիտասարդները չեն ուզում, որ իրենց վրա ինչ որ խոսեն կամ բան։ Մեր ժամանակ մի քիչ ավելի մենք լսող էինք, հա, ինքը մեծ է, խոսում է, հարգում է։ Այնտեղ մի քիչ չունեն այդ հարգելը մեծին։ Իրենք օրինակ դասախոսի հետ կարող են մեկ էլ դույով խոսել։ Ես հենց ասում եմ, չէ, խնդրում եմ, հա, դուքով խոսենք։ Ես կարող եմ քեզ երևի դու ասեմ, բայց արի դու ինձ արի, դուքով։ Չունեն այդ, միանգամից հավասար են բանանում։ Եվ իրենց պահվածքի մեջ էլ կարող է մեկ էլ ինչ-որ շատ հավասար, հա։ Դա համար այդ ամբողջը պետք է լավ կառավարել։ Իրենք չեն ուզում այդ գնան ինչ-որ ձեռնարկություն, առավոտվա 9-ին գնան, երեկոյան Լինեն 5-ին ազատ։ վերջացնեն, իրենք ուզում են ինչ-որ ազատ լինեն։ Բայց այսօրով շատ քիչ են այն մասնագիտությունները, որ դու կարող ես արագ այդպես ազատ լինելով գումար վաստակես։ Այո, այնտեղի ձեռնարկատերերը դժվար են գտնում կոնտինգենտ։ Շատ լավ են աշխատում օտարները, իրենք էլ վեստում են օտարներին։ Դա պարզապես տենդենս է, մենք չենք կարող դրանից հետ քաշվել, աշկերտներս փակել, ասեն, չէ, դա տենց չի։
Բայց իհարկե չեմ չափազանցնում կան ֆրանսիացիների մեջ շատ լավ երիտասարդներ, ունեմ ուսանողներ, շատ լավ աշխատում են, ավարտելուց հետո լավ կոնտինգենտ են, իրենց վերցնում են, բայց ընդհանուր տենդենսը այո, դժվարացել է լավ կադրեր գտնելը, լավ որոնք ցանկանան աշխատեն, ներդնեն իրենց ուժը ձեռնակության համար։ Իրենք չեն ուզում են պարզապես ասեն կան, արագ աշխատեն, գնան տուն, ունենան իրենց կյանքը, իրենց հաճույքները։ Դրա համար երիտասարդներին մի քիչ պետք է մենք որպես ես օրինակ որպես դասախոս իրենց աշխատում եմ դա էլ սովորեցնել, որ այո, դա կարևոր է։ ինքը ձեռնարկատեր է, հարգիր իրեն, ինքը հասել է դրան, սովորիր իրենից, դու էլ քո կարծիքը տուր, որովհետև հա կարող է ինքը մի քիչ հին ձևով է մտածում, բայց դու մի ինքը ինչ ասում է, դու խելոք դու որ առաջարկես իրեն, ինքը քեզ կլսի, կասի, օ ինչ լավ բաներ ես ասում, նորարար բաներ ես ասում, արի իրեր հետ աշխատենք եւ դա շատ է տարգի, որ այդ հաղորդակցությունը պետք է լինի տարբեր սերունդների եւ այո, թիմակիցների միջև։ Եվ այստեղ վերջին հարցն եմ ուզում անի ուղղել, բավականին մեծ փորձառություն ունեք հենց Հայաստանից դուրս միջազգային շուկայում։ Այո։ Կնշեք այն 3 կարևոր խորհուրդը կամ միտքը, որը որ կտայիք հենց ոլորտի մասնագետներին։ Ձեր գոլեգա կանվանենք, ոլորտի նույն ծառայություն առաջարկող կասենք, ընդհանրապես մարքեթինգի մասնագետներին։ Այո։ Որը նաև ձեզ է օգնում շատ։ Այո։ Լինել արդար, իմ համար դա ամենակարևորն է այսօր, արդար լինել, որովհետև շատ կցանկանայինք, հա, արագ ինչ որ մի արագ գովազդ անեինք եւ արագի մեջ կարողանայինք վաճառել, այսինքն որ մարքեթինգը արագ գնար։ Պետք է արդար լինել եւ ժամանակը մի քիչ այսօրով մեզ վերցնել, որովհետև ցավոք այս բոլոր brand content-ները եւ այլն իրենց ժամանակ է պետք, որ իրենք հաճախորդի այսպես ասած ուղեղում նստեն, իրենք հասկանան, ձեզ ճանաչեն։ Զույգի մեջ էլ է, չէ՞, տենց պետք է իրեր մի քիչ ճանաչենք, որ հետո կարողանանք ասենք իրար հետ ապրել, այո։ Այստեղ էլ հաճախորդի հետ պետք է արդարություն եւ ժամանակ։ Երկրորդը, որ ինձ համար շատ կարևոր է նույնիսկ նորից, դա չվախացնել, դեռ հաճախ վախացնում ենք, որ վաճառենք, կորցնելու վախը, այո։ Այո, որովհետև եթե ձեր ապրանքի մեջ մի բան այն չի, ասեք, որպեսզի հաճախորդը իմանա։ Ասեք, որ այս սենց է, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ այսպես լինի։ Եթե մենք բացատրում ենք հաճախորդին, ինքը դա ընդունում է եւ նույնիսկ ներում է, որտեղ ձեզ ինքան է սիրում, որ ասում է լավ, այդ մի բանն էլ ոչինչ, որտեղ արդեն ձեզ է հավանել, ձեր արժեքներն է հավանել եւ ինձ թվում է դա շատ կարեւոր է, որ մենք լինենք։ Մարքեթինգ անելուց պետք է նաեւ հասկանալ, որ դա միայն արվեստ չէ, այնինքն շատ մեծ գիտություն է։ Այսինքն չբաց թողնել հետազոտությունների շրջանը։ Շատ նույնիսկ ուսանողներն էլ չեն սիրում։ Վայ, լավ էլ ելի պիտի հետազոտենք շուկան, վայ, լավ մի քիչ արագ էլի անցնենք այդ բանը, չէ։ Չճանաչես, չես իմանա ինքը ինչ է ուզում։ Եթե չուղարկես հարցումները, չես իմանա իրեն, ասես ներսից չես ճանաչի իրեն։ Եվ այդ этаպը չի կարելի, ֆրանսիացին ասում է brûler, չի կարելի վառել այդ этаպը։ Չէ, պետք է դանդաղ իմանալ, ինչքան մենք Իրանից իմանանք, Իրանից սնվենք, հասկանանք ինչից է բողոքում, եթե ինչ որ բան հավանում է մեր մեջ, ինչն է հավանում, որ դա ավելի շատացնենք, իրենց արժեքները հասկանանք, իրենց փիլիսոփայությունը հասկանանք, որ կարողանանք իրար հետ ճիշտ աշխատել։ Իրենց այդ սկզբի ստատիստիկաները, որ չեն սիրում, թվերը չենք սիրում, շուկայի, չէ, շուկան պետք է անպայման ուսումնասիրել, հաճախորդին ուսումնասիրել եւ նոր իրենց հետ փորձել աշխատել։ Շատ շնորհակալություն Անի, բավականին հետաքրքիր ու բովանդակալից զրույցի համար։ Ինձ շատ հաճելի էր ձեր հետ զրուցելը։ Սիրով մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ հիշեցնել, որ Գործար Ալիքի եթերում կրկին անդրադարձ էին կատարում հայոց աշխարհի գործարարներին փորձագետներին։ Այսօրվա իմ հյուրն էր Անին, ով հանդիսանում է մարքեթինգի եւ հաղորդակցության փորձագետ եւ տրեյներ, ով ժամանել էր Ֆրանսիայից եւ նորից շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։